կասեմ նաև ամենայն պատասխանատվությամբ կիրառվել է 12 գրային համակարգ։ Ամբողջ աշխարհում սա հազվադեպ հանդիպող բան է, երևույթ է։ Այսինքն ինչպես 12 համակարգ բացառ։ Նախամաշտության Հայաստանի գրային մշակույթը, երբ որ մենք դիտարկում ենք, ընդհանրապես ինչ որ գտնվել է հայկական լեռնաշխարհից, կարելի է բաժանել 4 խմբի արձանագրությունները։ Առաջի խումբը դա հայկական մեհենագրության հուշարձաններն են։ Ընդ որում հայկական մեհենագրության մեջ զարգացման տարբեր փուլեր կան։ Ասենք վաղ պատկերագրությունը 3-րդ հազարամյակում, ընդ որում Արատտայում հենց հիշատակվում են սեփական պատկերագրեր։ Հետո դա զարգանում է գծային գրերի եւ վերածվում։ Այսօր 300-ից ավել արձանագրություն կա։ 3-րդ, 2-րդ հազարամյակներով թվագրվող, չվերծանված։ Եվ ոչ միայն չվերծանված, դրանք իմի չեն բերվել մի ուսումնասիրության մեջ։ Բնականաբար ուսումնասիրությունը սկսելու համար նախ պիտի ամփոփել նյութը, կատարել այսպիսի վերլուծական նախնական աշխատանքը, քանի արձանագրություն կա, քանի նշաններ են հանդիպում, նշանները ինչ հաճախականությամբ են կրկնվում, ինչպիսի համատեքստերում են հանդիպում, եւ սա դեռևս կատարված չի։ Հա, մի հարց, երբ են դրանք հայտնաբերվել։ Ամբողջ 20-րդ դարի ընթացքում հայտնաբերվել են։ Լավ է, հետո սկզբնական շրջանում ասեմ, դա առանձին մի քանի բաներ հրատարակվեցին, օրինակ ասենք Ցոլակերտի արձանագրությունը, 2 արձանագրություն, եւ ասեմ, հետագայում 1911-ին է հրատարակվել։ Վերահրատարակումների մեջ նույնիսկ ամփույթ գտնվելով 2 արձանագրությունը իրար կպցրած որպես մեկ արձանագրություն են հրատարակել կամ գլխի վայրեն շրջված հրատարակել։ Եվ չի վերծանված։ Եվ չէ, վերծանված չի, եւ շարունակվեցին Լավ, հարցը գիտես ինչ է, ինչի համար եմ սա։ Ինչի չի վերծանված։ Իսկ ինչու չի վերծանված։ Մոտավորապես ներողություն։ Ենթադրենք հայերը չունեին պետություն։ Համաշխարհային հնագիտությունը, համաշխարհային պատմության ուրեմն մասնագետները, այդ բոլորը որ կոկորտ են պատռում եւ այլն։ Տեսեք, ես ձեզ օրինակ բերեմ նաեւ այդ համաշխարհայինի հետ կապված։ Դրա հաջորդ փուլը մեր մեհենագրության, Վանի թագավորության մեհենագրությունն է։ Սա իմ տեխնացուական ատենախոսությունն էր, ակադեմիայում պաշտպանված, որը հետո հրատարակվեց մի գրքույկով։ Շատ ներողություն, սա թող չընկալվի որպես ինքնագովաբանում, պարզապես փաստ եմ ուզում արձանագրել։ Այս աշխատանքից առաջ Վանի թագավորության մեհենագրության մասին ամենաամբողջական կատարված աշխատանքը անգլիացի հայտնի արևելագետ կար Ռիչարդ Բարնետ։ Նրա աշխատանքն էր մի հոդված է, որտեղ նա հավաքել էր ամբողջ եղած նյութը իր իմանալով, ընդամենը 30 արձանագրություն եւ մենագիր, մոնոգրամա։ Երբ որ ես հավաքեցի այս նյութը, այս գրքում հավաքեցի 1350 30 եւ 1350։ Ընդ որում նյութերի զգալի մասը մեր թանգարաններում էին։ Ես մի 7-8 ամիս մենակ թանգարաններում ամեն անգամ ֆոնդերից դուրս գալուց ուղղակի այսպես ցեխու բան էր թափում վրայիցս։ Տեղած նյութը հրատարակված չի։ Շատ նյութեր են եւ վերջերս հրատարակվեցին նաեւ Այանիսի նյութերը, Վանալեչից հյուսիս գտնվող հնավայրը, մոտ 150 մեհենագրեր, արձանագրություններ եւ մենանշաններ էլ հայտնաբերվել են այնտեղ։ Եվ այսօրվա դրությամբ մենակ Վանի թագավորության շրջանից ունենք 1500 շուրջ արձանագրություն եւ մենանշան։ Տեսեք, 300 ունենք նախաբիայնական շրջանը, մինչեւ Վանի թագավորություն։ Վանի թագավորության շրջանից 1500։ Դրանից հետո ունենք առանձին այսպես արձանագրություններ չճշտված ժամանակաշրջանով։ Ուրեմն սա մեր տոհմիկ մեհենագրությունը։ Վանի թագավորության մեհենագրության վերծանության բանալին գտնվեց հիմա մոտ 20%-ն է։ 300 նշաններից մոտ 60-ն է վերծանված, որոնց արդյունքները թույլ են տալիս այսօր մեզ որոշակի համարձակությամբ ասելու, որ դրանց լեզուն եղել է հնագույն հայերենը։ Ընդ որում բոլոր տեսակի լեզվաբանական այսպես աշխատանքներ կատարելիս միշտ պարտադիր կոնսուլտացիաներ եմ անում Ջավուկյանի հետ, մեր լավագույն լեզվաբանի։ Շատ լավ։ Կան օտար նահագետներ, օտար մասնագետներ, որոնք այսօր ասում են, որ սա հնագույն հայերենն է սրա լեզուն։ Ասեմ, ուրեմն առայժմ մերոնք են միայն։ Երևանում ուրեմն այդ մասին 95 թվականին էր վերծանությունը եղավ, 95-96 թվականներին Երևանից հետո ես մեկնեցի Մոսկվա հատուկ գործողումով, այնտեղի Արևելագիտության ինստիտուտում, ասենք այդ վերծանությունը ես ներկայացրեցի Վյաչեսլավ Իվանովին,
հատուկ հանդիպեցինք մի օր մենք առանձին զրուցեցինք եւ այդ հարցերով եւ հնդեվրոպաբանությունում մի շարք այլ հարցերով, որը իդեպ հիմա դասախոսում է Կալիֆոռնիայի համալսարանում եւ շատ մեծ եւ շատ հարգի գիտնական է ամբողջ աշխարհում, որը շատ տրամաբանական էր դա համարում։ Դմիտրի Ռաևսկին, այնտեղի հին արևելքի մշակույթի բաժնի վարիչը, զեկուցումը ընդհանրապես Մոսկվայի ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում ես որ կարդացի, շատ այսպես ջերմությամբ ընդունվեց։ Դրանից հետո ես եղա Պետերբուրգում եւ Պետերբուրգում էլի մի շարք այսպես զեկուցումներ եւ ընդունեցին բավականին ջերմությամբ։ Ավելի արևմուտքի համար ես արդեն ասեցի գերմաներեն հիմի պատրաստ է թարգմանությունը եւ կհրատարակենք արձագանքները կլինեն։ Տեսեք, դրսում բարնետներ ակտիվորեն զբաղվում դրանով, այսպես բարնետ ասած կամենը 30 բան է բերել։ 74 թվականներ, չէ, բայց հենց նույն 74 թվականին կարելի էր Հայաստանի թանգարաններից մի 1000 Ինչի մասին է Արտակ, ասում եմ, եթե կային սրանք գտնված էին, հայերը չէին անում, լավ։ Դրանք ինչու չէին անում։ Տեսեք, թող չլինի ինչ որ մահացած մարդկանց հետևից ասված բան, բայց օրինակ Կարմիր բլուրը, փառահեղ հուշարձանը է, ցավոք սրտի այսօր շատ տխուր վիճակում է գտնվում, հայտնի է որ Բորիս Պյատրովսկին էր տեղում եւ բավականին շատ նաեւ անգլերենով, օտար լեզուներով նաեւ մի քանի գրքեր է հրատարակել, բայց ասեմ ձեզ, մենակ մեր պատմության թանգարանում, Երևանի Հայաստանի պատմության պետական թանգարանում կնիքները մենակ ինքը հրատարակել էր շուրջ 50 կնիկ, երբ որ ես ամբողջ կոլեկցիաները նայեցի եւ այս իմ գրքի մեջ հրատարակված է մոտ 100-ը։ Նյութի կեսը հրատարակված չի։ Հասկանում եք, ամեն լավագույն ընտիր նյութը վերցրել էր, թեպետ ես զարմացա, որտեղ այն մյուս 50-ի մեջ շատ ավելի լավ նյութեր կային։ Ֆանտաստիկ լավ նյութեր կային։ Եվ ինչ խոսք այստեղ թե ինչի չարվել մի քիչ դժվար է ասել, էլի թե պատասխանը հետեւյալն է, չեն ուզում, չեն ուզել, չեն ցանկացել։ Կամ այն սրտասավությամբ չեն կպել գործին, ոնց որ ասենք սրտասավությունը չի արծի, վերջը խոսք գնում է մարդկության ծագման մասին այստեղ։ Մենք գրում ենք վաղնջական ժամանակները, չէ։ Պարզապես չեն ցանկացել եւ դա արել են դիտավորյալ։ Ես ինչու եմ ասում սա մերոնց։ Եթե մենք չկարողանանք տեր կանգնել մեր արժեքներին, օտարը տեր չի կանգնելու, նույնիսկ ավելին աղավաղելու է, ինչպես որ մինչև այսօր փաստը մեջտեղն է, որ սա տեղի է ունեցել։ Սկսած դեռ 5 տականից մինչև 17 դարակեսի ռևիզիոնիզմը մինչև այսօրվա այս ամերիկյան հայագիտություն կոչվածը, սա տեղի է ունենում ամբողջ ընթացքում Արտակ, սիրելիս։ Ուղղակի ամբողջացնելու համար, քանի որ հարցը տրվեց եւ կիսատ մնաց, ես շատ արագ ասեմ։ Այդ առաջի խումբը մեր մեհենագրությունն է։ Երկրորդ խմբի հուշարձանները այն գրային համակարգերն են, դրանցով թողնված արձանագրությունները, որոնք ներմուծվել են դրսից, ստեղծվել են դրսում եւ օգտագործվել են։ Ինչպես ասենք այսօր Հայաստանում ռուսերեն, անգլերենն են օգտագործում։ Եվ շատ հետաքրքիր է, որ Քրիստոսից առաջ 15-րդ դարից մինչև Մեսրոպ Մաշտոց, արդեն Քրիստոսի ծնունդի 5-րդ դարում 2000 տարվա ընթացքում 7 գրային համակարգ ենք օգտագործել։ Ինչու է դա բացատրում այդ բազմազանությունը։ Գրասիրության ինչ որ բան կա տարբեր ժամանակաշրջանում, բայց օրինակ տեսեք Վանի թագավորության ժամանակաշրջան, չէ, 9-ից 7-րդ դարեր։ 3 գրային համակարգ օգտագործվում են բուն թագավորության մեջ, արևմուտքում 4-ն է օգտագործվում։ Այսպես գրային քաղաքականության մեջ գրի նկատմամբ հատուկ հարգանք կար, վերջինաշով պատահական չի դպրության աստծո պաշտամունքը, մինչև այսօր մեր ժողովուրդը ինչքան մեծ հարգանք ունի գրի եւ կրթված մարդկանց նկատմամբ։ Սա ինչ որ գենետիկական հարստություն է, որ մենք ի սկզբանե ունեցել ենք։ Գրի նկատմամբ հատուկ է վերաբերմունքը։ Երրորդ խումբը Հայաստանի տարածքից գտնված, բայց որ հեղինակները մենք չենք։ Ասենք հռոմեական զորքը արշավերը թողել է լատինական կամ ասորեստանյան արքան արշավերը թողել է ասորեստանյան։ Եվ չորրորդ խումբը առեղծվածային անհայտ նշանակությամբ գրային համակարգեր։ Այստեղ երկու համակարգի մասին կուզենայի ասել։ Ինչքան ժամանակ ունենք 2 րոպե, ինչքան հնարավոր է արագ։ Շատ կհետաքրքրի նաև մեր հայրենակիցներին։ Մեկը նոր սեպագիր համակարգ է։ Սեպագիր այբուբեն, որը սկզբունքորեն տարբերում է աշխարհում հայտնի բոլոր սեպագրերից։ Ընդհանրապես սեպագրերը Միջագետքում են ստեղծվել, տարածվել են Առաջավոր Ասիայում։ Դա առանձնահատուկ մի բան է։ 3 արձանագրություն այսօր ունենք, որի հիման վրա կարող ենք ասել, որ սա մեկը ուրեմն Եղվարդի մոտակայքից, մեկը Հրազդանի մոտակայքից, մյուսը Նախիջևան։
բավական մեծ հեռավորության վրա։ Երկրորդը հսկայական նշաններ են, ժայռերի մեջ փորված, շատ հետաքրքիր է։ Հայկական լեռնաշխարհի շուրջ 15 տարբեր շրջաններում կան այսօր նշանների, մենակ չափերն ասեմ, պատկերացրեք, թե դա ինչ կլինի։ Նշանների ուրեմն լայնությունը 4-ից 30 սանտիմետր է, խորությունը 6-ից 30 սանտիմետր, իսկ մեկ նշանի երկարությունը տատանվում է 70 սանտիմետրից մինչև 3 մետր։ Եվ մի շարք տեղերում, երբ որ մի ծայրին կանգնես, մյուս ծայրը չի երևում, այսինքն սրանք արվել են, որպեսզի վերևից տեսնի, տվյալ դեպքում Աստծո համար են արվել, պաշտամունքային կառույցները։ Եվ այդ նշանների առանձին թվերը, որ հաշվում ենք, 100-ից անցնում է։ Կոնկրետ 15 կենտրոններ, ամենամեծը, իդեպ շատ հետաքրքիր է, Արածանի ակունքներում է գտնվում։ Սրբազան գետի ակունքներում է գտնվում։ Եվ մենք փաստորեն երկրորդ համակարգն է եւ ունենք նաեւ այսպես առանձին հանդիպող արձանագրություններ, որոնց ծագումը առեղծվածային եւ անհայտ է։ Բայց ասեմ ձեզ, եւ այդ սեպագիրը եւ այս հսկայական նշանները հանդիպում են միայն եւ միայն հայկական լեռնաշխարհում եւ նրա սահմաններից դուրս երկիր մոլորակի վրա ոչ միտեղ հայտնի չեն։ Այսինքն սրանք էլ մեր ժառանգություն են, բայց անհայտ եւ առեղծվածային են։